Գիրք Ակորինթացիս գլուխ առաջին Պողոս Հիսուս Քրիստոսի կանչված առաքյալ Աստծո կամքովը և Սոսթենես եղբայր Աստծո եկեղեցում, որ Կորինթոսումն է, Հիսուս Քրիստոսումը սրբվածներիդ, կանչված սուրբերիդ, այն ամենի հետ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը կանչում են ամենտեղ, իրանցը և մերը։ Շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն Աստված մեր Հորիցը և Տեր Հիսուս Քրիստոսիցը։ Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստվածանից ձեր մասին, Աստծո այն շնորհքի համար, որ տրված է ձեզ Քրիստոս Հիսուսումը, որ ամեն բանի մեջ հարստացաք նրանով ամեն խոսքով և ամեն գիտությունով, ինչպես Քրիստոսի վկայությունը հաստատվեցավ ձեր մեջ, որ դուք չպակասվիք ոչ մի շնորհքով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը սպասելով, որ և կհաստատե ձեզ մինչև վերջը անմեղադրելի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրումը։ Հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցաք դեպի նրա որդու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Աղաչում եմ ձեզ, եղբայրք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միևնույն խոսքն ունենաք և երկպառակություններ չլինին ձեր մեջ, այլ միևնույն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք, որովհետև ձեր մասին ինձ լուր հասավ, եղբայրք, Քղուեի ընտանիքիցը, թե հակառակություններ կան ձեզանում։ Եվ այս եմ ասում, որ ձեզանից ամեն մեկն ասում է. ես Պողոսյան եմ, և ես Ապողոսյան, և ես Կեփասյան, և ես Քրիստոսյան։ Բաժանվա՞ծ է Քրիստոսը։ Մի՞թե Պողոսը խաչվեցավ ձեզ համար, կամ Պողոսի անունովը մկրտվեցաք։ Գոհանում եմ Աստվածանից, որ ես ձեզանից ոչ մեկին չմկրտեցի, բայց միայն Կրիսպոսին և Գայիոսին, որ մեկը չասե, թե իմ անունովը մկրտեցի։ Եվ Ստեփանոսի տունն էլ մկրտեցի, էլ չգիտեմ, թե մի ուրիշին էլ մկրտեցի։ Որովհետև Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ ավետարանը քարոզելու, ոչ թե խոսքի իմաստությամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը։ Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն է։ Որովհետև գրված է. իմաստունների իմաստությունը կկորցնեմ և խելոքների խորհուրդները կանարգեմ։ Ուր է իմաստուն, ուր է դպիր, ուր է այս աշխարհի քննող, չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն, որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհքը իմաստությունով չճանաչեց ասում, Աստված հաճեց, որ քարոզության հիմարությունովը ապրեցնե հավատացյալներին։ Եվ որովհետև հրեաները նշան են ուզում, և հույներն իմաստություն են խնդրում, մենք էլ քարոզում ենք խաչյալ Քրիստոսը, հրեաներին գայթակղություն և հույներին հիմարություն։ Բայց այն կանչված հրեաներին և հույներին Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն և Աստծո իմաստություն։ Վասնզի Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Հենց ձեր կոչումին մտիկ արեք, եղբայրներ, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմանե, և ոչ թե շատ զորավորներ, և ոչ թե շատ ազնվականներ, այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե իմաստուններին, և աշխարհքից տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե զորավորներին, և աշխարհքից անտոհմներին և անարգվածներին Աստված ընտրեց, և ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնե, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա նրա առաջին։ Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն և արդարություն և սրբություն և փրկություն, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերովը պարծենա։ Գիրք Ակորինթացիս գլուխ 2 Եվ ես էլ, եղբայրք, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին, և այն էլ խաչվածին։ Եվ ես տկարությունով և վախով և շատ դողով եկա ձեզ մոտ, և իմ խոսքը և քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիռ խոսքերով եղավ, այլ հոգու և զորության ապացուցությամբ, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ, և ոչ թե այս աշխարհի իմաստությունը, և ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը, որ պիտի խափանվին, այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար, որն այս աշխարհքի իշխաններիցն ոչով չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ։ Այլ ինչպես գրված է. ինչ որ աչք չտեսավ
եւ ականջ չլսեց, եւ մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգովը, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ։ Որովհետև մարդկանցից ով գիտե մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է։ Այնպես էլ Աստծո բաներն ոչ ով չգիտե, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցավ մեզ, որն էլ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստության սովորության խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով, հոգևորներն հոգևորների հետ համեմատելով։ Բայց շնչավոր մարդն Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար, եւ չէ կարող էլ գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում։ Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չի քննվում, որովհետև ով գիտաս Տիրոջ միտքը, որ բան սովորեցնե նրան, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Գիրք Առաջին Կորինթացիս, գլուխ 3։ Եվ ես, եղբայրք, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսումը, կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թե կերակուր, որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում։ Չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում, որովհետև երբ որ մեկն ասե ես Պողոսյան եմ եւ մյուսը ես Ապողոսյան, չէ որ մարմնավոր եք, արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը, միայն պաշտոնյաներ, որոնց ձեռով հավատացիք, եւ ամեն մեկին ինչպես Տերը տվավ։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը։ Տնկողը եւ ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկն իր վարձքը կառնե իր աշխատանքի չափովը։ Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք Աստծո մշակությունը, Աստծո շինվածն եք։ Աստծո շնորհքի չափովը, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշը շինում է։ Միայն թե ամեն մեկը մտի կտա, թե ինչպես է շինում, որովհետև ոչ ով ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է, որ է Հիսուս Քրիստոսը։ Եթե մեկն այս հիման վրա շինե ոսկի, արծաթ, ազնիվ քարեր, փայտ, խոտ, եղեգն, ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևեցնե, որովհետև կրակով պիտի հայտնվի, եւ ամեն մեկի գործը թե ինչպես է, կրակը կփորձե։ Եթե մեկի գործը, որ շինեց հաստատ կենա, վարձք կառնե, եւ եթե մեկի գործն այրվի, վնաս կքաշե, բայց ինքը կապրե, այլ այնպես ինչպես թե կրակով։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկն Աստծո տաճարն ապականե, նրան էլ Աստված կապականե, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Ոչ ով իր անձը չխաբե։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե իմաստուն է այս աշխարհումը, թող նա հիմար լինի, որ իմաստուն լինի, որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջին, վասնզի գրված է, թե իմաստուններին բռնում է իրանց խորագիտության մեջ, եւ դարձյալ, թե Տերը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։ Ուրեմն ոչ ով չպարծենա մարդկանցով, որովհետև ամեն բան ձերն է, թե Պողոսը, թե Ապողոսը, թե Կեփասը, թե աշխարհքը, թե կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալու բաները, ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստծունը։ Գիրք Ակորինթացիս, գլուխ 4։ Թող ամեն մարդ այսպես համարե մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ Աստծո խորհուրդների տնտեսներ։ Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի, բայց ինձ համար ոչինչ բան է, որ ձեզանից դատվեմ, կամ մարդկային դատաստանից, այլ ես իմ անձն էլ չեմ դատում, որովհետև իմ անձի համար ես բան չգիտեմ, բայց սրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերե էլ լույսի մեջ, եւ սրտերի խորհուրդները կհայտնե, եւ այն ժամանակ ամեն մեկին գովասանք կլինի Աստվածանից։ Այս բանը, եղբայրք, իմ անձի եւ Ապողոսի վրա օրինակ բերի ձեզ համար, որ մեզանից սովորեք գրվածիցն ավելի բան չխորհել, որ չլինի թե մեկը մեկի վրա հպարտանա ընկերի պատճառովը,
Որովհետև ով է քեզ որոշում, ինչ ունես դու, որ չես առել, և եթե առել ես, ինչու ես պարծենում չարածի պես։ Արդեն կշտացած եք, արդեն հարստացաք, առանց մեզ թագավորեցիք և երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։ Որովհետև ինձ այսպես է երևում, թե Աստված մեզ առաքյալներից շատ հետին արավ, մահապարտների պես։ Որովհետև աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ։ Մենք հիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք իմաստուն Քրիստոսում է։ Մենք տկար, իսկ դուք զորավոր։ Դուք փառավորված, իսկ մենք անարգված։ Մինչև այս օրվա ժամը սովում ենք, ծարավում էլ, մերկ էլ գնում ենք և գլխներս զարկվում է, և աստանդական ման ենք գալիս։ Եվ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով, բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք, հալածում են և մենք համբերում ենք, հայհոյում են, մենք աղաչանք ենք անում, ինչպես ավելուկ եղանք աշխարհքին, ամենի ջնջոց լինելով մինչև հիմա։ Ոչ թե ձեզ ամաչեցնելով եմ այս գրում, այլ ինչպես իմ սիրելի որդիներին խրատում եմ։ Որովհետև թեև 10,000 վարդապետներ ունենաք Քրիստոսում է, բայց ոչ թե շատ հայրեր։ Վասնզի Քրիստոս Հիսուսում ես ծնեցի ձեզ ավետարանով եմ։ Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանող լինիք։ Նրա համար Տիմոթեոսին ուղարկեցի ձեզ մոտ, որ իմ սիրելի և հավատարիմ որդին է Տերով, որ ձեզ հիշեցնե իմ ճանապարհները, որ Քրիստոսումն են, ինչպես ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ։ Մի քանիսը հպարտացել են, իբր թե ես չեմ գալ ձեզ մոտ, բայց շուտով կգամ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և կհասկանամ ոչ թե հպարտացածների խոսքերը, այլ զորությունը, որովհետև Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությունով։ Ինչպես եք կամենում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե սիրով և հեզության հոգով։